Հայկական բարեգործական ընդհանուր միությունն այս տարի նշում է հիմնադրման 120-ամյակը։ Տարվա ընթացքում հայաստանյան ներկայացուցչության դահլիճում եւ նրա պատերից դուրս կազմակերպվող բոլոր մշակութային միջոցառումները, գալահամերգներ, ֆիլմեր, համաժողովներ, ցուցահանդեսներ նվիրված են հիշարժան Հոբելյանին։ Միության նպատակն անփոփոխ է կրթական, մշակութային եւ սոցիալական տասնյակ ծրագրեր իրականացնել Հայաստանում եւ Սփյուռքում, ինչպես նաեւ նպաստել հայկական ինքնության եւ պատմամշակութային ժառանգության պահպանմանը։ Այս տարվա մեր բոլոր մշակութային միջոցառումները անց են կացվում 120-ամյակի միջոցառումների շրջանակներում։ Սկսած Վահան Արծրունու 60-ամյակին նվիրված համերգաշարի մեկնարկից, որը հենց տրվեց այս դահլիճում, տեղի ունեցավ նաև Ռոմեո Մելիքյանի ցուցահանդեսը, Բերտա Մարտիրոսյանի Քենյանի մաչկերում ցուցահանդեսը, այսօր հյուրընկալել ենք Լևոն Լաչիկյանի Պոլիսնի մաչկերում ցուցահանդեսով։ Գեղագետ, արվեստաբան եւ նկարիչ Լևոն Լաչիկյանի գծանկարների ու գեղանկարների Պոլիսնի մաչքերով անհատական ցուցահանդեսը պատմում է հին ու նոր Պոլսի, այնտեղ հայկական հետքի եւ անպարփակ ժառանգության մասին։ Ցուցադրված 50 աշխատանքների մեծ մասը առաջին անգամ է ներկայացվում արվեստասերներին։ Գործերը ծնվել են վերջին 10 տարիների ընթացքում գործի բերումով Պոլիս կատարած այցելությունների ժամանակ։ Պատմական պարիսպները, բերդերը, նեղլիկ փողոցներն ու ետնաբակերը, ինչպես նաև հայաշունչ գնալը, հայկական հնամենի եկեղեցիներն ու իշխանած կղզու զմայլելի տեսարանները դիտողին տեղափոխում են հին ու նոր Պոլիս։ Հիմա եթե ես գնամ տուն, որ հարցներ որտեղից ես գալիս, պետք է ասեմ պտույտ մի պորսո թաղերուն մեջ տվել եմ ու վերադարձել եմ պատկերը ոնց որ գծերը ջութակի լարեր լինեն։ Եվ դա պատահական չի, ասեմ, փիլիսոփաները ասում են ճարտարապետությունը քարացած երաժշտություն է, բայց Լևոնը իր պատկերներում վերստեղծում է այդ ճարտարապետության երաժշտությունը հնչում է իր կտավներում։ Պոլիսը մենք տեսել ենք մինչև Պոլիս գնալը նույնիսկ, ինչու, որտեվ մեր դպրոցական դասագրքերից ելնելով արևմտային քննարկության լավ իմացությունից եւ մշակույթի, մենք կարծես թե մտովի արդեն եղել ենք այդ քաղաքում, ու ես որ գնում եմ, շատ եմ գնացել ու ամեն անգամ գնալիս ոտքս շատ զգուշությամբ եմ հպում գետնին, որպեսզի չտրորեմ ոչ Զորապի, ոչ Վարուժանի, ոչ Սիամանտոյի, ոչ Ռուբեն Սևակի, ոչ Ռուբեն Զարտարյանի ոտնահետքերը, եւ այդ առումով ես քայլում եմ, գիտեք, նաեւ այն հպարտությամբ, որ այս քաղաքը քաղաք են դարձրել, այն էլ ինչ քաղաք մեր հայրենակիցները, եւ այս ցուցահանդեսի ուղերձը նաեւ միգուցե այն էր, որ ես փորձում դրանով իմ հարգանքի տուրքը ու խոնարհումը մատուցել իմ հայրենակիցներին, որոնք ճիշտ է օտար եզերքներում, բայց պանծացրել են հայոց անունը։ Հեղինակն այս ցուցադրության մեջ հատուկ բաժին չի հատկացրել հայ Պոլիսին, որովհետև հայկական հետքն այնտեղ ամենուր է։ Նկարել է պարիսպներ, հին թաղամաս տանող սալահատակը, ծանոթ ու անծանոթ քաղաքային համայնապատկեր, խորհրդանշական աշտարակներով, ապա պարզել, որ ճարտարապետները հայեր են եղել։ Այսօր մեր եկեղեցու ընտր ներկայությունը մեր նվիրապետական աթոռի շնորհիվ հայ համայնքը լիարժեք հայկական ոգով է տրոփում եւ պիտի ասեմ նաեւ որ 50 հայկական եկեղեցիներ կան ընդ որում գործող, որոնցից 33-ն առաքելական, մյուսն ավետարանական կաթոլիկ, բայց շատ համախումբ միակամ ես ուղղակի հիացած եմ նրանց այդ համաձայնեցված գործողություններով։ Այս գործերից շատերը տեղ են գտել վերջերս Պոլսի հայոց պատրիարքարանի կողմից հրատարակված Պոլիսը հին ու նոր պատկերագրքում։ Գրախանութներում կարելի է գտնել Լևոն Լաչիկյանի գծանկարներով հրատարակված թեմատիկ օրացույցներ, աշակերտական տետրեր եւ բլոկնոտներ։ Հեղինակը նաեւ այսպես է փորձում նպաստել մեր հոգեվոր մշակութային կոթողների հանրայնացմանը։ Լիաննա Չիչակյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։